Ռադիո Մարիամ Միացեք Ռադիո Մարիամ հաղորդաշարին FM 104.1 հաճախականությամբ եւ Ռադիո Մարիամ կետեին Միացեք Ռադիո Մարիամ հաղորդաշարին FM Բարի երեկո սիրելի ռադիոլսող բարեկամներ, այսօր ուրեմն մենք պիտի խոսենք հայոց ցեղասպանության մասին, պիտի խոսենք ուրեմն այդ ցեղասպանությունը ուրեմն ճանաչած այդ բոլոր երկրների մասին եւ նաեւ չճանաչող երկրների մասին, թե ինչ տվեց մեզ, ինչ ընթացք ունեցանք մինչև օրս եւ ինչ պիտի կարողանանք հետագայում անել, որպեսզի հասնենք պատմական արդարացի լուծմանը։ Ուրեմն 15 թվականի ոճրագործությունից 90 տարի անց պատմական արդարությունը չի վերականգնվել դեռ հայոց ցեղասպանության ուրեմն իրագործող ուրեմն երկիրը, ցեղասպանություն իրագործող երկիրը պապերի մեղքն ու սերից գծում է։ Եվ բարոյականությունը քաղաքական շահի առաջ փաստորեն անզոր է եւ 15 թվականից ի վեր աշխարհի 212 երկրներից 2 տասնյակը մոտավորապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Առաջինը ուրեմն հարավային Ամերիկայի երկրներից մեկն էր, Ուրուգվայի հանրապետությունը, որը ոչ մի քաղաքական շահ չհետապնդեց եւ Ուրուգվայի օրինակին հետևեցին արդեն մոտ 10 տարի անց եւ ապա սկսվեց կարծես թե գործընթացը մինչեւ վերջերս ցեղասպանություն ընդունած ուրեմն երկրների թիվն այսօր ուրեմն հադել է մոտ 2 տասնյակը նոր ասեցի, հիմի կրկնվեմ եւ հիմի պարզապես նշեմ այդ երկրները, որպեսզի ավելի պարզ լինի։ Ուրուգվայը ուրեմն 1965 թվականին է ճանաչել, Արգենտինան 1985 թվականին, Կիպրոսը 90 թվականին, Բուլղարիան 95 թվականին, Ռուսաստանը 95 թվականին, Հունաստանը 96 թվականին, Բելգիան 98 թվականին, Իտալիան 2000 թվականին, Լիբանանը 2000 թվականին, Շվեդիան 2000 թվականին, Ֆրանսիան 2001 թվականին, Վատիկանը 2001 թվականին, Շվեյցարիան 2003-ին, Կանադան 2004-ին, Հոլանդիան 2004-ին, Սլովակիան 2004-ին, Լեհաստանը 2005-ին, Լիտվան 2005-ին, Վենեսուելան 2005-ին, Գերմանիան 2005-ին եւ վերջինը Չիլին 2007 թվականին։ Ուրեմն սիրելի ռադիոլսող բարեկամներ, այս թեմայով այսօր ես հյուր եմ ընդունել եւ մոտ 1 ժամ մեզ կհյուրընկալի պատմական գիտությունների դոցենտ, տեխնազու դոցենտ Լիլիթ Ասոյանը, քանի որ ինչի անձամբ իրեն եմ հրավիրել, որովհետեւ անձամբ իր թեման է սա, անընդհատ ինքն է արձարծում, նույնիսկ այս մասին ունի հոդվածներ գրված, այսինքն մի խոսքով մարդ, որը քաջատեղյակ է այս իրավիճակին, եւ պիտի խնդրեմ, որ հենց առաջին հարցից սկսենք մեր ուրեմն հաղորդումը։ Տիկին Ասոյան, այս քանակը կարևոր է ընդհանրապես մեր իրականության մեջ, ինչ է տալիս մեզ։ Հարգելի ռադիոլսողներին եւ նախքան մեր բուն քննարկմանը հանձնելուն կուզենայի բոլորի ուշադրությունը հրավիրել հատկապես ցեղասպանություն եզրույթի վրա։ Մենք այդ բառը շատ ենք օգտագործում, բայց շատ քչերն են տեղյակ, թե իրականից ինչ է նշանակում ցեղասպանություն եւ որ գործողությունը մենք կարող ենք որակել ցեղասպանություն, որտեղից է գալիս այդ տերմինը։ Եթե պարոն Աշխարհյանը թույլ կտա, ես մի փոքր անդրադառնամ։ Ուրեմն ցեղասպանություն տերմինը մշակել է Ծագումով հրեհա Լե իրավաբան Ռաֆայել Լեմկինը։ Նա այդ տերմինը մշակել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հոլոկոստի առիթով եւ 1933 թվականին առաջին անգամ այն օգտագործել է իրավաբանների ընդհանուր սիմպոզիումի ժամանակ, երբ քննարկվում էր միջազգային փաստաթղթերի ունիֆիկացիայի խնդիրը։ Ցեղասպանություն բառը բաղկացած է երկու արմատից՝ հունական ցեղ բառից Գենոս եւ լատիներեն ցիադո սպանում եմ բառերից։ Բացի ցեղասպանություն տերմինից, գենոցիդ տերմինից գոյություն ունի նաեւ արմենոցիդ տերմինը, որը գիտական շրջանառության մեջ է մտել 1967 թվականից։
նշելու համար, որ հայոց ցեղասպանությունը ունի որոշակի առանձնահատկություններ, այն տարբերվում են տանուր ցեղասպանություններից, որոնց մասին իդեպ հիշատակվում է նույնիսկ Աստվածաշնչում ցեղասպանության առաջին օրինակ որպես բերվում է հրեա երեխաների սպանությունը եգիպտացիների կողմից, ցեղասպանությունը տեղի ունեցել նաև 20-րդ դարում, վերջին դեպքերը կարելի է ասել ցեղասպանության վերջին դեպքերը 1986-ից 88 թվականին, երբ Իրաքում ոչնչացվեց 200,000 քուրդ եւ այլն։ Այս ամբողջը ցեղասպանության տերմինի մասին իհարկե շատ քիչ է, մենք այսօր ընտրել ենք այնպիսի մի թեմա, որը մի քանի հաղորդումների թեմա կարող է հանդիսանալ, որովհետև յուրաքանչյուր անգամ ձեր տված առաջին հարցը կարող է հանդիսանալ մի քանի դասախոսությունների թեմա։ Ես մի քիչ ձեզ ուղղեմ, ես այս թեմայի շուրջ ունեմ ընդամենը մի քանի շարք հոդվածներ, տասնյակից ավելի, պարզապես ինձ բուհում դասախոսություն եմ կարդում այս թեմայի շուրջ։ Եվ ասեմ, որ Լեմկինի այս եզրույթը բավական արագ տարածվեց միջազգային իրավունքում, 1946 թվականին Լեհաստանում արդեն դատապարտվեց Վերմախտի նախկին սպաներից մեկը եւ 1946 թվականից սկսած այն մշակվում էր եւ լրամշակվում էր եւ վերջո հիմք հանդիսացավ 1948 թվականին ընդունված ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համար։ Այս կոնվենցիայի առաջին 3 հոդվածները հստակ ձևակերպում են ինչ է ցեղասպանություն, որը ես շատ կուզենայի, որ մեր ունկնդիրները հստակ տարբերեին։ Օրինակ կարելի է սպանել 1 հոգու, 1 մարդու եւ դա դիտվի ցեղասպանություն եւ կարելի է կոդորած սարքել հարյուրավորներով եւ դա չորակվի որպես ցեղասպանություն։ Չկա, բայց ասենք 30։ Ուրեմն կոնվենցիայի ընդունված է հետևյալն է. ցեղասպանություն կարող է որակվել հետևյալ գործողությունը, ցիտում եմ հենց կոնվենցիայից։ Այո։ Ուրեմն ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը կատարված ազգային, էթնիկ, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Այդ խմբի անդամների սպանությունը, այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը, որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին։ Եթե ուշադրությամբ հետևենք այս բոլոր հոդվածներին, ապա 1915-ից 1916 թվականներին հատկապես Օսմանյան կայսրությունում այս բոլորը հայերի հանդեպ տեղի է ունեցել։ Եվ սահմանում են պատիժներ, թե որ գործողություններն են ենթակա պատժի։ Օրինակ 3-րդ հոդվածը կոնվենցիայի պատժելի է համարում հետևյալ արարքները. ցեղասպանություն, ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրություն, ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրում, ցեղասպանություն կատարելու փորձ, հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ։ Այսինքն, այստեղից եզրակացնում ենք, որ ցեղասպանությունը հասարակ սպանությունից տարբերվում է առաջին հերթին պլանավորվածությամբ։ Դա պետք է լինի պլանավորված, նախապես մշակված միջոցառում, որը բազմիցս մեր պատմաբանների կողմից ապացուցվել է տարբեր գիտական աշխատություններում։ Ինչ վերաբերում է ցեղասպանություն ընդունած երկրների քանակին։ Ես սկսեմ նրանից, որ առաջինը 1957 թվականին այս կոնվենցիան, որը մեզ համար շատ կարևոր է, վավերացրել է Խորհրդային Միությունը։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ովքեր հորդորում են իրենց որպես դեմոկրատական երկիր եւ մենք հակված ենք ընդունելու ԱՄՆ-ը որպես դեմոկրատական երկիր, կոնվենցիան վավերացրել է 1988 թվականին միայն։ Իսկ նահանգին ուշ։ Հայաստանի Հանրապետությունը այն վավերացրել է 1993 թվականին, այսինքն անկախացումից ի վեր անմիջապես։ Ինչ վերաբերում է քանակին, ուրեմն ցեղասպանության ճանաչման գործընթացի ցավոտ կողմերից է հենց այս պահը։ Վերջերս շատերն են խոսում այն մասին, որ մենք ընդհանուր առմամբ անընդհատ ջանում ենք ավելացնել այն պետությունների քանակը, որոնք ընդունել են ցեղասպանությունը ճանաչել են։ Այս առումով ես ուզում եի առանձնացնել երկու եզրույթ։ Ընդհանրապես ինչու են պետությունները ընդունում կամ ժխտում ցեղասպանությունը։
Ըստ իս, սա ունի երկու պատճառ կամ պայմանավորված է երկու գործոնով։ Մեկը տվյալ պետության ներքին խնդիր, ներքին սպառման խնդիր։ Եթե մենք հետևենք ձեր քիչ առաջարկած ցանկին ընդունած պետությունների, որոնց թիվը 22-ն է, ապա կտեսնենք, որ սրանցից մեծամասնությունում հայկական համայնք կա եւ բավական գործուն։ Ճիշտ է, իմասամբ հայկական համայնքը չի կազմում անգամ բնակչության 1%-ը, բայց սա այն դեպքն է, երբ կարևոր է որակը։ Որակապես հայկական համայնքը ունի մեծ դերակատարություն նշված երկրներից եւ բոլորում։ Եվ դրա համար շատ դեպքերում հայկական համայնքն է շատ մեծ ջանքեր գործադրում ցեղասպանությունը ճանաչել տալու հարցում։ Հայկական համայնքը, քանի որ ակտիվ մասնակցում է ցանկացած երկրի ներքին քաղաքական կյանքին, հատկապես նախագահական ընտրություններին, եւ դա շատ կարեւոր է, օրինակ Ֆրանսիայի նման երկրում, օրինակ ԱՄՆ-ի նման երկրում հայկական լոբբի առկայությունը բավական մեծ նշանակություն ունի եւ հայկական համայնքին ուղղակի, այսպես ասենք, սիրաշահելու համար որոշ երկրներ ընդունում են ցեղասպանությունը։ Բայց կա նաեւ արտաքին խնդիր, այսինքն Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիրը։ Օրինակ Ուրուգվայի Պարագայում ավելի շատ հայկական համայնքի դերակատարության խնդիրներ։ Այնտեղ համարյա ամեն տարի ընդունում են ինչ որ որոշակի բանաձևումներով։ Ուրեմն ամեն տարի չեն ընդունում, ընդամենը ամեն տարի քննարկում են որոշ պետություններ, նրանք ընդունում են սկզբից ինչ որ հանձնաժողովի մակարդակով, հետո ընդունում են խորհրդարանի մակարդակով, հետո ընդունում են նախագահի մակարդակով, հետո Շվեյցարիայի օրինակը եթե վերցնենք, ընդունում են նաև քրեական օրենսդրության մակարդակով։ Պարզապես մեր ԶԼՄ-ները շատ արագ անմիջապես ասում են, որ երգիրը ճանաչեց։ Հա, հենց էս է, որ խուջապի եմ։ Եվ դրա համար ժողովրդի մեջ առաջանում է ընդամենը շփոթություն։ Տեսեք բաներ, Գերմանիայի Պարագայում երբ որ վերցնենք, Գերմանիան ճիշտ է, ճանաչեց թեգուս Բունդեստագով, թեգուս, չգիտես, Ռեստագով եւ այլն, բայց բան է, ինքը այդպես շատ մեծ բան չեղավ մեր մեջ։ Ասենք ոգևորություն չառաջացրեց, հա, կարելի ասել, որ նույնիսկ շատերը չիմացան, որ նման բան է եղել։ Շատերը չիմացան, որովհետև գերմանական պարլամենտում մի քանի անգամ լսվեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, եւ ժողովրդական լեզվով ասած, այնքան հետ ու առաջ եղավ այդ խնդիրը գերմանական պարլամենտում, որ արդեն ոգևորվածությունը հայերի այդ առումով դվազեց։ Արտաքին խնդիրների հետ կապված նշեմ հետեւյալը։ Թուրքիայի հետ կան բարեկամ երկրներ եւ ժողովուրդներ եւ կոպիտ թշնամի եզրույթը չօգտագործենք, այլ հակառակորդ կամ ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունեցող Թուրքիայի հետ երկրներ, օրինակ մենք միջազգային ասպարեզում ցանկալի է որ դիտվենք ընդամենը այն երկիրը, որը ունի դիվանագիտական կապեր Թուրքիայի հետ եւ ոչ թե թշնամի։ Մենք ժողովրդական խոսքով ինչպես ուզում ենք կարող ենք որակել, բայց դիվանագիտական ատյաններում ցանկալի է որ ձևակերպումները լինեն մի քիչ մեղմ։ Այս առումով օրինակ եւ մի բան էլ նշեմ, որ ցեղասպանության խնդիրը արձարծելով, ինչպես դա ժամանակին արձարծում էին հայկական հարցի խնդիրը, շատ երկրներ լուծում են նաեւ իրենց ներքին խնդիրները։ Օրինակ, գաղտնիք չէ, որ այսօր Եվրոպայում մամեդականների թիվը ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով։ Հսկայական թիվ են կազմում Գերմանիայում եւ Ֆրանսիայում, հատկապես Մեծ Բրիտանիայում մամեդականները, ովքեր հանդիսանում են արդեն տվյալ երկրի քաղաքացին։ Ոչ թե մամեդական, որը ժամանակավորապես այնտեղ բնակվում է, այլ մամեդական հիմնականում թուրք բնակչություն, որը տվյալ երկրի քաղաքացին է, թուրք եւ քուրդ բնակչություն։ Եվ այսպես ասած ծերացող Եվրոպան, որտեղ դեպոպուլյացիոն գործընթացները շատ արագ են ընթանում, ծնելիությունը շատ նվազ է գրեթե չկա, մահացությունը շատ բարձր է եւ բնակչությունը գնում է ծերացման, երիտասարդ մամեդական ցեղը, այսպես ասած, բավական արագ բազմանում է եւ այսօր օրինակ Ֆրանսիայում ավելի քիչ կհանդիպես առանց հիջաբի կանանց, նույն Գերմանիայում, նույն Մեծ Բրիտանիայում։ Այս առումով ընդունելով նման ձևակերպումներ, օրինակ չի կարելի շղթել հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայում, դրա համար կարելի է պատժվել, ցեղասպանությունը շղթում են թուրքերը եւ թուրքերը դրա համար կարող են պատժվել եւ սրանով նրանք դիմակայում են թուրքերին։ Այսինքն մամեդական վտանգին փորձում են ինչ որ ձևով մամեդական վտանգը կասեցնել։ Լավ, հա։
Այս ներքին խնդիրը լուծելու համար նաև նրանց իրավունքները ինչ որ միտեղ սահմանափակելու համար, նրանց ազդեցությունը սահմանափակելու համար Եվրոպայում, դրա համար եվրոպական որոշ երկրներ ճանում են ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Բայց օրինակ Ֆրանսիայի օրինակով, երբ փորձեցին Ֆրանսիայում քրեական պատասխանատվությունը ճիշտ է կա, մինչև 45000 եվրո մաշտտու գանվում է, 3 տարով բանդարգվում է։ 1-ից 3 նայած հանցագործության ծանրության, Թուրքիան շատ վատ արձագանքեց կարելի ասել այս հարցին։ Եվ նա առաջարկեց սպառնալիքի լեզվով խոսեց Ֆրանսիայի հետ եւ նույնիսկ ասաց, որ դատարեցնում է որոշ ապրանքատեսակների շրջանառություն Ֆրանսիայում։ Նաեւ ասում են ինչ որ 45 թվականին Ֆրանսիայի կողմից կատարած Ալժիրի ցեղասպանության խնդիրը դրեց առաջ բերեց եւ Ֆրանսիան այդտեղից սկսեց լռել։ Ֆրանսիան այդտեղից միայն չսկսեց լռել, այլ նաեւ չմոռանանք, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, թիվ 1 եւ նրանք բոլորը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են եւ այն որ ՆԱՏՕ-ն Ամերիկայի թելադրանքով շարժվում է։ Շվեյցարիան բա ոնց արեց։ Շվեյցարիան չեզոք երկիր է։ Չէ, այստեղ ուրիշ խնդիրներ էլ կան, նորից կրկնեմ, որ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու կամ Թուրքիային որպես ներքին խաղակարդ օգտագործելու խնդիրը անպայմանորեն այստեղ կա։ Օրինակ, երբ Թուրքիան փորձում է ռազմաբազաների հարցը բարձրացնել, ամերիկյան ռազմաբազաների հարցը բարձրացնել, թե կամ վճարը ավելացնել կամ ինչ որ ձևով հասկացնել, որ բազաները այլևս իրեն պետք չեն, Ամերիկայում անմիջապես Սենատինկից արտաքին կապերի հանձնաժողովի մի փոքրիկ հանձնաժողովում հանձնաժողովում ընդունվում է բանաձև հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Բոլորովին վերջերս օրինակ ինչ որ բան տեղի ունեցավ։ Եվ դա անընդհատ հիշեցնում եւ ինձ վերադարձնում է 19-րդ դար, երբ Բերլինի կոնգրեսում նույն ձևով արձարծվում էր հայկական հարցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, այն ժամանակ Օսմանյան կայսրության վրա ճնշում գործադրելու համար եւ կայսրությունը բաժանն է միմյանց միջև բաժանելու ազդեցության ոլորտների բաժանելու խնդիրներ արձարծում անընդհատ եւ հայկական հարցը օգտագործում էր դրա համար։ Այսօրվա Թուրքիայում որպես դա զուտ քաղաքական խնդիրներ է լուծում, ընդամենը ոչինչ։ Այսօր բացի հայկական հարցից, բացի ցեղասպանության խնդրից, Թուրքիայի վրա ճնշում է գործադրում նաև քրդական հարցով։ Եվ հենց Թուրքիան փորձում է ինչ որ մի ձևով իրեն չագեշտավորածած զգալ, անմիջապես այդ երկու հարցերը առաջ են քաշվում։ Մեկը մյուսին շարունակելով կամ մեկը մյուսին հետևելով, լրացնելով։ Ինչ վերաբերում է քանակին, այո, իհարկե, ավելի լավ է, որ բոլոր պետությունները ճանաչեն, որ հայերի հանդեպ տեղի ունեցել ցեղասպանություն, վերադառնամ ձեր հարցին, հա։ Բայց մեզ համար առաջնահերթը պետք է լինի Թուրքիայի ճանաչումը։ Բարձ է։ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել հայոց ցեղասպանության խնդիրը, մենք ոչ մի պետության հետ կապված ոչ մի հույսեր չենք կարող։ Իսկ հնարավոր չէ, որ ասենք քանակը պետությունների շատ լինեն եւ այդ ամենը ազդեն Թուրքիայի, ասենք, վրա ինչ որ կերպով։ Այսինքն ինչքան շատ այդքան էֆեկտիվ է դա։ Եթե ամբողջ աշխարհի բոլոր պետությունները ընդունեն, եթե դրանք 212 պետությունից օրինակի համար 100-ը ընդունել են, 100-ը եթե ընդունեն, եթե այդ 100-ի մեջ լինի օրինակ ԱՄՆ-ն, դա բավական կլինի։ Իսկ որ Թուրքիան ճանաչի։ Մեր համար առաջնահերթ պետք է լինի Թուրքիայի ճանաչելը։ Լավ, այսօր ԱՄՆ-ի 50 նահանգներից 44-ը կարծես թե 43-ը ընդունել են հայոց վերջերս ընդունեցին, հա։ Իսկ դա ինչ որ բան, այսինքն եթե նույնիսկ այն 6 նահանգները չընդունեն այդ 44 նահանգով հնարավոր չէ, ասենք ազդեցություն ունենալ կոնգրեսի վրա կամ նախագահի, այսինքն ինչ կա որ թույլ չի տալիս։ Ցավոք սրտի ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ որևէ նահանգի առանձին կայացրած որոշումը, քանի դեռ այն չի հաստատել ամերիկյան սենատը։ Հենց էս է, այսինքն չէ, ուզում եմ ասեմ, եթե այդ 44-ով համախմբվեն եւ դիմում ներկայացնեն կոնգրեսին կամ սենատին կամ չգիտես նախագահին կամ ցավոք ես իրավաբանական պրոցեդուրաները ԱՄՆ-ի չեմ պատկերացնում եւ չեմ կարող այս հարցում դա մեկնաբանել, բայց կարող եմ ասել, որ եթե նրանք որևէ լծակ ունենային, վաղուց այդ լծակը կօգտագործեին։ Հասկանալի է։ Մանավանդ նկատի ունենալով, որ Կալիֆոռնիայում հայերը հսկայական քանակ են կազմում։ Միլիոն ու կես հայ ապրում միայն Կալիֆոռնիայում։ Հայաստանից միջինացված տվյալներով։ Եվ եթե նրանք իրոք կարողանային որևէ կերպ այդ հարցը օգտագործել, նրանք վաղուց կօգտագործեին։ Բայց ԱՄՆ-ն դաշնային պետություն է, կարևորը ոչ պրեզիդենտը, նախագահն ընդունի, նախագահն էլ շատ գեղեցիկ բանաձև է ընդունել վերջերս։
Դարապես ԱՄՆ-ի քաղաքականությունը ցեղասպանությունների հանդեպ շատ հետաքրքիր, չմոռանանք, որ այդ երկրում ցեղասպանություններով է հիմնադրվել ԱՄՆ-ն, եթե հիշենք, որ իսպանական առաջին քաղուտացնողները ոչնչացրեցին այնտեղ տեղաբնիկ հնդկացիական ցեղերին եւ դրա համար նրանց համար միգուցե բավական ծանր է այդ ընդունելը եւ առայժմ Օբաման ընտրել է մեծ եղեռն եզրույթը, որ Ամերիկայում Ընդհանրապես ԱՄՆ-ում գործում է այսպես կոչված քարտերի բանաձևը, ինչը դա իրենից ներկայացնում։ Մինչև ընտրությունները խոստանում են ընդունել ցեղասպանությունը, երբ հայերը քվեարկում են կողմ, դրանից հետո ցեղասպանություն եզրույթը չեն օգտագործում եւ ժխտում են։ Միայն Ռոնալդ Ռեյգանն է օգտագործել հայոց ցեղասպանություն եզրույթը, այն էլ ոչ միայն անդրադարձել է հայերին, այլև նշել է իր խոսքում, որ տեղի են ունեցել ցեղասպանություն, ինչպես Հայաստանը, Կամբոջան եւ այլն, այսինքն ի թիվս այլոց։ Իսկ դեգին ասենք օրինակ տեսեք, հենց լավ ասեցիք Ռեյգանը, մենք ինչի այսօր անընդհատ Ամերիկայից պահանջում ենք, ախր Ռեյգանն արդեն ասել է, չէ՞ այդ բանը։ Այսինքն ինչի տեղից չենք բռնե ու հələ մինչև այսօր կմտածենք թե պետք է ասեն թե չասեն, արդեն ասվել է, չէ՞, փաստորեն նախագահական մագարտակով։ Ես նորից ասեմ, կոնկրետ իմ անձնական կարծիքն է, որ ընդհանրապես էական չի, որ պետությունն են տունում եւ ճանաչում։ Մեզ համար ուրիշ բանի մեջ, այսինքն ես ուզում ասեմ, արդեն Ամերիկան փաստացի նախագահի լեզվով ասել է, բերանով խոսել է։ Ուրեմն նախագահ Ռեյգանը այն ժամանակ խոսում էր ի հագասություն ԽՍՀՄ-ի։ Հա, այդ պատերազմի տարիներն էին, չէ՞, այդ Եվ կապ ունի այնքանով, որ ամեն դեպքում առանձին որոշում ցեղասպանությունը ճանաչելու մասին ոչ մի մակարդակով ԱՄՆ-ում չկա։ Այսինքն քիչ է, որ օգտագործի ցեղասպանություն եզրույթը, պետք է որ դա ձևակերպված լինի նույն կերպ, ոնց որ ձևակերպված է նույն Ռուսաստանում, նույն Բելգիայում, նույն Հոլանդիայում, նույն Լեհաստանում, դա պետք է լինի։ Իսկ եթե դա չկա, ուրեմն ընդամենը հայտարարությունը բավական քիչ բան է ընդհանրապես։ Հասկանալի, բայց նույն չեք պատկերացնում, որ նույն բանը կարող էր ասել նաև ենթադրենք այսօրվա Ամերիկայի նախագահը, հենց Օբաման, ու չձևակերպեր այդ միտքը թղթի վրա։ Պարզապես ասեր հայերի ցեղասպանություն։ Դե դրա համար եմ ասում, որ մեր համար դա առանձնապես նշանակություն չպետք է ունենա, թե ով ինչ խոսեց եւ ինչպես խոսեց հայոց ցեղասպանությունը։ Մեզ համար պետք է կարևոր լինի, թե Թուրքիան ինչպես է խոսում այդ մասին, իսկ Թուրքիան մինչեւ այսօր խոսում է ժխտողական լեզվով։ Այսինքն ցեղասպանություն Թուրքիան չի գործել հայերի հանդեպ։ Եղել են փոխադարձ ջարդեր պատերազմական պայմաններում։ Այսպես վերջերս ասեց իրենց վարչապետը, չէ՞։ Էրդողանի նամակը իհարկե շատ հետաքրքիր երևույթ էր, այսինքն Թուրքիան բացահայտ ժխտողական քաղաքականությունից անցավ մեղմ ժխտողական քաղաքականության, ավելի փափուկ դիվանագիտության այդ հարցում։ Ընդհանրապես թուրքական դիվանագիտությունը աշխատում է ցկցկման ուղղությամբ։ Այո։ Գործընթացը սկսելն է կարևորը։ Գործընթացի ընթացքում կարող են շատ բաներ փոխվել եւ հիմնական ոնց ասում են դրույթը ստավկան անում են հենց դրա վրա։ Ասեմ, որ դեռևս 1915-ից 18 թվականին լույս էին տեսնում թուրքական ագանատեսների վկայություններ, դրանք ունեին նկարագրաբնույթ եւ խոսում էին այն մասին, որ այո, տեղի ունեցավ ցեղասպանություն։ Լավ։ Արել ենք, լավ ենք արել, եթե կրճատ ձևակերպենք եւ այդ մասին կան հուշեր։ Ջեմալի հուշեր եւ այլն, հուշագրական։ 1918-ից 30-ական թվականներին արդեն սկսվեցին պատմությունը կեղծելու թուրքերի առաջին փորձերը։ Եվ առաջին անգամ սկսեցին ներկայացնել թուրքերին հայերի զոհ, որ ոչ թե հայերին են կոդորել, այլ հայերը թուրքերին են կոդորել, վկայակոչում են օրինակ 1862 թվականի Զեյթունի ապստամբությունը, օրինակ Առաքելոց վանքի կռիվը եւ այլն նման փոքրիկ դեպքեր, որոնք դրվագներ հայազատագրական պատմության, որը մեզ մոտ պարկասո շատ լավ լուսաբանված է, նրանք օգտագործում են ցույց տալու համար, որ տեղի է ունեցել թուրքական կոդորած, ոչ թե հայկական։ Այսինքն 100 հոգով կոդորել են 2000-ի 3000-ի։ Ես ձեզ ասեմ, որ 2000 թվականին Թուրքիայում բացվեց հուշարձան Ստամբուլում, նվիրված հայերի կողմից իրականացված ցեղասպանության զոհ թուրքերին 600,000։ Իսկ դա արդեն բավական մեծ թիվ է եւ այդ հուշարձանի բացմանը ներկա էին բոլոր արտերկրյա միսիաները, ովքեր աշխատում են դիվանագիտական միսիաները, որոնք կային այդ պահին Ստամբուլում եւ այսինքն սա միջազգային իրադարձություն էր եւ Թուրքիան շատ հրաշալի աշխարհին մատուցեց այդ նորությունը։
Դա տեղի ունեցավ Գերմանիայից ընդունումից հետո, չէ՞ այդ 2000 թվականին Ֆրանսիայի ընդունումից հետո տեղի ունեցավ 1960-ական թվականներին, երբ ԽՍՀՄ-ում չնայած խոսքի ազատության, այսպես ասած, սահմանափակմանը, դեմոկրատական գործընթացների բացակայությանը, այնուամենայնիվ մենք հիշում ենք, որ տեղի ունեցավ ազգային զարթոնք, 1965 թվականին առաջին անգամ ԽՍՀՄ-ում բաց խոսվեց հայոց ցեղասպանության մասին, բազմահազարանոց ցույցեր եղան Երևանում, այդ ժամանակ նորից Թուրքիայում սկսեցին խոսել հայոց ցեղասպանության մասին Այս ժամանակ արդեն խոսվեց նաև հայերի կողմից կատարված ահաբեկչական գործողությունների մասին ընդդեմ թուրք պաշտոնյաների եւ հայերին սկսեցին մեղադրել ահաբեկչության մեջ եւ նույնիսկ Թուրքիայում հակահայկական արշավ ծավալվեց Ես ասեմ, որ 1950-ական թվականներին Թուրքիայում նույնիսկ կոդորած է եղել քրիստոնյաներին, հիշեցնեմ, եղել է քրիստոնյաների կոդորած եւ մենք պետք է հիշենք, որ այ օրինակ հայոց ցեղասպանության ճանաչումը միայն հայերի խնդիրը չի։ Դա նաեւ ասորիների խնդիրն է, դա նաեւ հրեաների, հույների խնդիրն է, այ հենց Հունաստանի ճանաչումը նաեւ դրանով է պայմանավորված։ Առաջին հերթին հույներն են զոհվել ցեղասպանության ժամանակ, երկրորդ հերթին Կիպրոսի խնդիր կա։ Այսինքն կա եւ ներքին խնդիր եւ արտաքին խնդիր կա։ Ինչպես եւ ընդունած պետությունների մեծամասնությունը, իհարկե այստեղ բացառություն է Իսրայել պետությունը, որի հարաբերությունները Թուրքիայի հետ լրիվ այլ մագարտակով են, դրան ես քիչ անց կանդրադառնամ։ Եվ այս հակահայկական արշավին լծվեցին քաղաքագետներ, պատմաբաններ, դիվանագետներ, լրագրողներ, որպեսզի ցույց տան, որ հայերը ահաբեկիչներ են։ 1970-ական թվականներից արդեն բացեիբաց կեղծվում է պատմությունը, վարկաբեկվում են հայերը։ Հայաստանի Հանրապետությունը դիտվում է որպես արտաքին ուժերի կողմից արհեստականորեն առաջացրած հայկական հարցը արհեստականորեն առաջացրած խնդիր, Հայաստանի Հանրապետությունը արհեստականորեն առաջացած երկիր։ Մինչև վերջել պնդում են։ Իսկ հայերի պայքարը սեփական իրավունքների պաշտպանության համար դիտվում էր որպես հարձակողություն։ Լավ։ Այսինքն այն, որ հայերը Թուրքիայում, Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում հետո ձգտում էին, Թուրքիայում չէ, բայց Օսմանյան կայսրությունում ձգտում էին ընդամենը ռեֆորմների, որ քաղաքացիական իրավունքներ ձեռք բերեն եւ քրիստոնյան մամեդականին հավասար, քանի որ այդ երկրի քաղաքացին է օգտվի գոնե դատարանում վկայություն տալու իրավունքից, դա դիտվում էր հանցագործություն։ Ի վերջո թուրքական պատմագրությունը հանգեց հետեւյալին, որ հայերն ու թուրքերը պատմական իրենց զարգացման ողջ ընթացքում ապրել են հաշտ ու խաղաղ, ոչ մի խնդիրներ չեն ունեցել, չնայած 1839 թվականի կոդորազներին, 60-ական թվականների կոդորազներին, 94-96 թվականների կոդորազներին, 15-16 թվական եւ այլն, ոչ մի խնդիր չի եղել։ Հաշտ ու խաղաղ ապրել են։ Թուրքերը եղել են հայերի բարերարները։ Եվ իրենց բարերարների հետ հայկական բուրժուազիան անքան լավ է ապրել, որ կարողացել է բարգավաճել։ Իհարկե մենք չմոռանանք նաեւ, որ ճիշտ է, այո, Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում հայ մեծարուստ բուրժուազիան իրոք լավ էր ապրում։ Դե բնականաբար, բոլոր տեղերում, բոլոր ժամանակներում։ Բայց սա չի վերաբերում բուն արևմտյան Հայաստանում ապրող ժողովրդին, որը ապրում էր գրեթե կիսաստրկական վիճակում չունենալով եւ նույնիսկ օդի վարձ տալով, ադամի հարկ տալով, թուրքը գալիս էր, զինվորները նստում էին, հաց էին ուտում, մի բան էլ պետք է հայ նորից ադամի հարկ վճարել, որ ադամները մաշվել են, այսինքն абսուրդի հասնող իրավունքների սահմանափակում եւ ասում է ամեն ինչ խառնվեց, երբ Ռուսաստանը հայտնվեց ասպարեզում եւ ռուսների դրդմամբ հայերը զենքը ձեռքին, զենքը ուղղեցին իրենց բարերարների թուրքերի դեմ եւ թուրքերին պատերազմի ժամանակ հարվածեցին թիկունքից անցնելով ռուսական զորքերի կողմ, այսինքն Ռուսաստանի ֆակտորը գործունը այստեղ բավական կուրճացված է, ոչ մի դեպքում չեն խոսում այն մասին, որ հայ ժողովուրդը զրկված էր իր տարրական քաղաքացիական իրավունքներից, մարդ լինելու իրավունքից նույնիսկ զրկված էր, առևանգումներ էին տեղի ունենում, մանուկների առևանգումներից յենիչերիները որտեղից ձևավորվեցին։ Եվ այդ ամբողջ ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունները այն մասին իհարկե լրում են, բայց խոսում են այն մասին, որ հայերը տաշնակցած ռուսների դեմ ստիպված դրան դեմ դիմակայելու համար
համար թուրքական կառավարությունը ընդունեց իրեն համար ոչ հաճելի որոշում տեղափոխել հայ բնակչության ռազմաճակատից հեռու գտնվող գոտիներ, որպեսզի կարողանա ապահովել հայ բնակչության անվտանգությունը եւ միևնույն ժամանակ ռուսական զորքը կտրի թիկունքից։ Լավ։ Եվ թուրքական Օսմանյան կառավարությունը մեղավոր չի, որ մեջբերում եմ անում, տեղափոխման ընթացքում տեղի են ունեցել այսպես կոչված անդուր միջադեպեր։ Զոհվել են մի քանի տասնյակ հայեր։ Այո։ Այսինքն 1 միլիոնից ավելի հայերի զոհը մի քանի տասնյակ է դիտվում եւ նույնիսկ այնտեղ որտեղ հայերը ցուցաբերել էին դիմադրություն, դա դիտվում է, որ այդտեղ տեղի են ունեցել թուրքական կոդորածներ եւ այդ մասին դեռ պետք է պատմաբանները պայմանավորվեն։ Այո, մանավանդ վերջի շրջանում այդ ստորագրությունների հետ կապված չէ, այդ հայտնի կորձոնը, որ միջև դուք տեսեք ուշադիր ձեր թվարկված պետությունները, որ ժամանակահատվածում են ընդունել ցեղասպանությունը։ 2000-ից 2005 թվականների ընթացքում գրեթե ոչ մեկը չի ընդունել։ Կամ 2000-ն են ընդունել, կամ 2005-ին։ Չէ, 2001-ին Ֆրանսիայի ընդունումն էր։ Նու Ֆրանսիան մի քանի անգամ ընդունել է բանաձևեր, մի քանի անգամ օրենքները լրամշակվել են։ Ես դա չեմ ուզում հաշվել ընդհանուր թվի մեջ, ինչով էր սա պայմանավորված։ Սա պայմանավորված էր հենց այն հանգամանքով, որ ձեռք էր բերվել Թուրքիայի կողմից, այսպես ասած, հայտարարություններ հնչել, որ պետք է ստեղծել համատեղ հայ-թուրքական հանձնաժողովներ պատմաբանների եւ թող պատմաբանները նստեն ուսումնասիրեն եւ մեզ ցույց տան, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ իսկ պատճառով փաստորեն մենք ինքներս եթե համաձայնեցինք մի պահ այդ եզրույթին, ստացվեց, որ մենք ընդունում ենք, որ ցեղասպանություն չի եղել եւ դրա դրեցինք կասկածանքի տակ եւ դրա մասին դեռ պետք է մենք խոսենք եւ պրպտենք եւ ուսումնասիրենք, որ իրոք բարձենք թե ինչ է տեղի ունեցել։ Այդ իսկ պատճառով եթե մենք դրեցինք կասկածի տակ մեր խնդիրը, բնականաբար ամբողջ աշխարհն էլ կդներ այդ խնդիրը կասկածի տակ եւ այդ մասին հիշեցին 2005 թվականին։ Այո։ Եվ սկսվեց շքերթը, այսպես ասած, պետությունների, ովքեր պատրաստ էին ճանաչելու հայ ցեղասպանություն, որովհետև մենք դուրս եկանք այդ գործընթացից։ Այդ գործընթացից միակողմանի դուրս եկանք։ Իհարկե, մինչ այսօր թուրքերը պնդում են, որ ցեղասպանություն չի եղել, դրա մասին Էրդողանը իր բաց նամակում գրել էր, որ ոչ մի ցեղասպանություն չի եղել եւ ներողություն է խնդրում տուժածների թորներից։ Բայց չի մանրամասնում, որ ցեղասպանությունից տուժածների թորներից կամ դադարք ներողություն հսկայական կոմպենսացիաների փոխարեն։ Այո։ Այդ ճանաչումը իր հետ պետք է բերի։ Փոզներ, որ փչեց աշխարհի աչքերին։ Ճանաչումը պետք է բերի կոմպենսացիաներին, այսինքն երբ որ մենք հասանք նրան, որ Թուրքիան քաղաքական մագարտակով ճանաչեց, անպայմանորեն դա տեղափոխվելու է իրավական դաշտ, որովհետև Թուրքիայում ձևավորվեց մի վերնախավ էլիտա հենց հայերի հարստության հաշվին։ Ցեղասպանության ժամանակ հայերի ունեցվածքի վաճառքից եւ կողոպուտից ձեռք բերած հարստության հաշվին Թուրքիայում ձևավորվեց էլիտա։ Կա այդ բանը, ասում են, օրինակ ես անձամբ չեմ եղել, բայց ասում են ովքեր որ եղել են, ասում են, որ հանգարց գնում ենք Էրգիր ու փորձում ենք գտնել մեր պաբերի տունը եւ այլն, ասում է քրդերը կամ թուրքերը անձամբ հետևում են հերվից, թե հան գնաց ինչ կդավ, ինչի համար գնաց այդ տունը, արդյոք գիտեր ոսկիների տեղը, թե չգիտեր, այս իրավիճակն է, այսինքն մինչեւ այսօր դրանք հարստանում են հələ այդ փողերով ու այդ ոսկիներով։ Անակնկալ գտնում են։ Այո, հանգարց անակնկալ գտնում են ու շատ ուրախանում են, որ գտել են, բայց փաստորեն իրավիճակը ճիշտ։ Դե դրա համար Թուրքիային առաջին հերթին այդ պատճառով ցերոնտու չի, որովհետև առաջ են քաշվելու երկու սկզբունքային խնդիրներ։ Հայաստանի տարածքի խնդիրը, որը դերևս Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի համաձայն պետք է անցներ Հայաստանի Հանրապետությանը եւ չանցավ, չնայած իրավարար վճիռը բեգանման ենթակա չէ եւ այն ժամկետն անց չի կարող լինել, ժամկետներ չունի եւ այն ցանկացած պահին մենք կարող ենք դնել սեղանին։ Լավ, իսկ ինչու մենք պետականորեն չենք այդ հարցով զբաղվում։ Ինչն է խանգարում մեզ։ Ուրեմն շատ դժվար եւ սուր հարցեր, պարոն Նաշկարյան։ Եվ ես խոսեմ վերջերս հաղորդում դիտեցի, ինչ շատ դուր եկավ այդ եզրույթը, որպեսզի մենք մշակութային առումով ճանաչելի լինենք աշխարհին, մենք պետք է քաղաքականապես ուժեղ լինենք։ Որը չենք։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ այս պարագայում։ Հասկանալի է։
Լավ, իսկ հիմի մենք կարող ենք ասենք ինչ եզրահանգման ենք գալիս այս ամեն ինչից հետո, ասենք ինչի մինչև այսօր չի ճանաչվում ընդհանրապես այս ամեն ինչը, հա, ասենք մենք անընդհատ կիսատ թողնված բան ունենք, պետություններին համարյա թե կարելի ասել, որ պետականորեն ոչինչ չունենք ասելու, կարծես թե մեր պետությունը առաջին նախագահի օրոք այս ցեղասպանության հարցը, այսպես կարելի ասել, սառեցրեց, երկրորդի օրոք կարծես թե բացվեց, երրորդի օրոք այսպես չգիտես բացված է թե փակված է, հա, այսինքն պետականորեն ինչ որ մոդեցում չունենք արդյոք, այսինքն 99 տարի է անցել ու մենք այսօր մեծ հանձնախմբեր ենք պատրաստում, մեծ այսպես չգիտեմ շքեղ գումարներ ու գրքեր ենք տպագրում ինչ որ բաների, հա, որ 100-ամյակին պիտի մոդենանք, բայց մենք պետականորեն ոչինչ չենք անում կարծես թե, որ անձամբ ես չեմ տեսնում պետականորեն ոչ մի քայլ, անընդհատ գիրք ու նկար տպագրելով չէ կամ անընդհատ, որև Թուրքիան մինչև այսօր շատ լավ բոլորս տեսնում ենք, որ ամեն ինչ անում է փողով, այնինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով եւ ինքը հնարավորինս փողեր է ծախսում բոլոր պետություններին, բոլոր այսպես ասած հիմնարկությունների վրա, որ միանգամից ժխտեն այս հարցը եւ փագեն, հա, նույնիսկ ասենք չթողնեն կասկածի տակ, որ քննարկեն, ինչ որ պատմաբաններ հավաքվեն, միանգամից փագում են այս ամեն ինչը, իսկ մենք ինչ ենք անում, այսինքն հագարակ process նկատվում է թե ոչ։ Ուրեմն դուք մասամբ պատասխանեցիք ձեր առաջադրած հարցին։ Այո, Թուրքիան շատ լուրջ միջոցներ ներդնում է հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության մեջ։ Բավական լուրջ քարոզչություն է ծավալում։ Օրինակ ԱՄՆ-ն հայոց ցեղասպանությունը չի ճանաչում նաև թուրքական եւ հրեական լոբիի պատճառով։ Բարբերաբար թուրքական լոբին ձեր ասած փողով կամ ճնշումով, որևէ այլ ձևով ճնշումով քաղաքական եւ պարոյական եւ այլն ստիպում է ամերիկյան սենատը լռել եւ չքննարկել այդ հարցը։ Ինչու Իսրայելը, ինչու ժողովուրդ, որը ինքն է ապրել ցեղասպանություն, նման դիրքորոշում ունի։ Առաջին հերթին Թուրքիան առաջին մամեդական պետությունն էր, որը 1949 թվականին ճանաչեց Իսրայել պետությունը։ Այսինքն Իսրայելի համար սա օտի ճանապարհ է։ Այո։ Ոնց որ մեզ համար Պարսկաստանը տվյալ պարագայում եւ սրանով շատ բան է ասված։ Չնայած վերջին շրջանում կապված են հայտնի նավի դեպքերի հետ այդ հարաբերությունները մի քիչ սառել են, բայց ամեն դեպքում նրանք դաշնակիցներ են այս առումով։ Եվ բանը հասավ նույնիսկ նրան, որ Իսրայելում բավական բարձր պետական մակարդակով արգելվեց նույնիսկ հայոց ցեղասպանության մասին խոսելը։ 1982 թվականին պետք է տեղի ունենար Իսրայելում գիտաժողով նվիրված ցեղասպանության հիմնախնդիրներին եւ այնտեղ հոլոկոստը վերաբրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզերին հանեցին զեկուցումներից, որովհետեւ նա խոսելու էր հայոց ցեղասպանությունից։ Բայց այնուամենայնիվ գիտնականների ճնշման տակ այդ մասին խոսեց եւ խոսեց Իսրայել Չարնին, ցեղասպանության թանգարանի տնօրենը Իսրայելի։ Այո։ Հոլոկոստի թանգարանի տնօրեն, ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր տնօրենը։ Եվ նա նույնիսկ պատասխանեց այն ժամանակվա ղեկավարին Շիմոն Պերեսի հայտնի խոսքերին, որը ասում էր, որ հայկական եւ հրեական ցեղասպանությունների միջև հավասարացման նշան դնել չի կարելի, հոլոկոստը նման չէ ոչ մի բանի, այնինչի միջով անցել են հայերը ողբերգություն է, բայց ոչ ցեղասպանություն։ Եվ Իսրայել Չարնի նրան պատասխանեց, շատ հետաքրքիր է, ուզում եմ, որ մեր ունկնդիրները անպայման լսեն, ասեց. Ինձ թվում է, որ դուք անցել եք բարոյական այն սահմանը, որը չպետք է իրեն թույլ տար եւ ոչ մի հրեա։ Հնարավոր է, որ Իսրայել պետության շահերի այո ձեր ավելի լայն ընկալման պարագայում դուք պարտադրված եք շրջանցել այս հարցը։ Տեսեք, ինքը արդեն մեր հարցին շատ հստակ պատասխանում է։ Եվ ձեռնպահ մնալ Թուրքիայի արչև այն դնելուց, բայց ես իբրև հրեա եւ իսրայելցի ամաչում եմ, որ այժմ հայոց ցեղասպանության փաստաթի հերկման մեջ դուք գնացիք այնքան հեռու, որ դա նման էր հոլոկոստի ժխտմանը։
Հետաքրքիր է։ Այսինքն այս պատասխանի մեջ մեր բոլոր հարցերի պատասխանը փաստորեն կար։ Ելնելով pedagogan եւ քաղաքական շահերից այն ռխտվում է, բայց իրականում բոլորը շատ լավ գիտեն, որ հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել։ Բնականաբար։ Մենք մի քիչ ձեր հարցից հեռացանք, բայց այսօր ցավոք սրտի դուք ճիշտ եք ասում, ցավոք սրտի մեր առաջին նախագահի օրոք հայոց ցեղասպանությունը ոչ միայն սառեցվեց, այլև ցեղասպանության մասին թեման հավես դասագրքերից։ Դասագրքերում չկար հայոց ցեղասպանություն եզրույթ։ Երկրորդ նախագահի օրոք կարծես թե այդ հարցին որոշակի ուշադրություն սկսեց դարձվել։ Եվ մեր երրորդ նախագահան գործնական քայլեր սկսեց ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Ես ասեմ, որ դա ողջունելի քայլեր էին միևնույն ժամանակ, ինչու, որովհետև բացի նրանից, որ մենք ունենք Թուրքիայի հետ դիվանագիտական խնդիրներ, հա, կապված ցեղասպանության եւ այլնի հետ, այնուամենայնիվ Թուրքիայում հենց իրենց իսկ ղեկավարության պաշտոնական տվյալներով ապրում եւ աշխատում են նախանցած տարվա տվյալները 60,000 Հայաստանի քաղաքացի։ Եվ մեզ օդի եւ ջրի պես անհրաժեշտ է Թուրքիայում որևէ ներկայացուցություն դիվանագիտական ունենալ, որովհետև այդ մարդկանց իրավունքները տարրական քաղաքացիական խնդիրները լուծելու համար այդ մարդիկ պետք է գան հասնեն Վրաստան եւ Վրաստանում նոր ինչ որ միատատյանների միջոցով կարողանան իրենց հարցերը լուծել։ Այսինքն միջնորդավորված են իրականանում հայ-թուրքական հարաբերությունները այս տարածաշրջանում զուտ պրակտիկ եւ դրանից մեր քաղաքացիները միայն տուժում են։ Մենք Թուրքիայի հետ այնուամենայնիվ ունենք ապրանքաշրջանառություն։ Մենք Թուրքիայի հետ այնուամենայնիվ ունենք հանգստացողների туриզմի ոլորտի զարգացում։ Ցավոք ունենք։ Ես օրինակ ինքս չէի ողջունի այդ քայլը։ Դե եթե նկատի ունենանք, որ հայերը գնում են նորից Հայաստան, Կիլիկիայի Հայաստանի տարածքները, հա, նույն Ավանյան եւ այլն, դա մի քիչ այլ խնդիր է, բան չունեմ ասելու, այնուամենայնիվ մենք փորձեցինք դիվանագիտական քայլեր ձեռնարկել եւ դա իբարս մեր պետության, որ մենք այնուամենայնիվ փորձեցինք առանց նախապայմանների հարտել որևէ դիվանագիտական քայլ անել։ Ինչպես տեսնում եք, Թուրքիային դա դուր չեկավ, հայ-թուրքական արձանագրությունները, որոնք շատ դեպքերում ի վնաս մեզ էին, նորից նրանք չվավերացրեցին եւ ավելի լավ եղավ, որ չվավերացրեցին։ Լավ եղավ, բայց մենք չենք հետ կանչում է, խնդիրն էլ, այդտեղ ուրիշ խնդիր էլ կա, որ կարող է ցանկացած պահի, որ հանգարց ու վավերացնեն Թուրքիան։ Այդ դեպքում մենք արդեն նորից տեսք ունենանք, քիչ առաջ ասացիք, չէ, այդ ցեղասպանության այդ ուրեմն այնտեղ կետ կար, ասում էր, չէ, որ պատմաբանների կառույց սարքենք, չգիտես ինչ, որպեսզի Ես կարտացել եմ հայ-թուրքական արձանագրությունների տեքստը, բայց գիտեք, այնտեղ այնքան ձևակերպումները հետաքրքիր են տրված, որ մեկնաբանությունների շատ տեղեր կան։ Ահա։ Օրինակ խնդիր է դրված հայոց պատմամշակութային արժեքների պահպանման։ Լավ։ Ես ես հարցը, ավելի ճիշտ այսպես է, խնդիր է դրված երկուստեք պատմամշակութային հուշարձանների պահպանման, քանի պատմամշակութային հուշարձան Օսմանյան Թուրքիան ունի Հայաստանի Հանրապետության տարածքում, կարող եք ասել։ Osmanyan Թուրքիան։ Osmanyan Թուրքիան կամ այսօրվա Թուրքիան, չունի տարապես։ Այսինքն կոնկրետ այս կետը վերաբերում էր հայկական պատմամշակութային արժեքներին, չէ՞, այդտեղ կետեր կան, որոնք մեզ համար շատ ընդունելի են, շատ հարմար են եւ եզրույթներ կան, որոնք կարելի է տարբեր ձևով մեկնաբանել։ Այնուամենայնիվ ինչ եմ ուզում ասել, մենք փորձ կատարեցինք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները հարտելու, վերականգնելու, կողքի դնելու, բայց դա չարվեց։ Այսօր ստեղծվել է լուրջ հանձնաժողով, որի ղեկավարն է մեր հանրապետության նախագահը, բավական լուրջ մարդիկ են ընդգրկված այդ հանձնաժողովում, որոնք նախապատրաստում են հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Եվ այդ ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելը ցավոք սրտի հիմնականում ձեր ասած գիտակրթական եւ մշակութային միջոցառումների ցանկ է առայժմ։ Ամենավերջում ծաղիկներ զետեղելով ձեռնարկաբերում եւ վերջ։ Առայժմ այդպես է, բայց մենք դեռ 1 տարի ունենք, ես հուսով եմ, որ որևէ լուրջ փաստաթուղթ դիվանագիտական այնուամենայնիվ կդրվի շրջանառության մեջ անպայման ինչ որ մի բան, որովհետև մենք այլ ելք չունենք, մենք չենք կարող 100 տարի լացել։ Ասենք 65 թվականը մինչև մենք չենք կարող այդ մասին ընդհանրապես խոսել, 65-ից ի վեր էլ նորից բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեց մեր պետությունը, pedagoganության կայացման խնդիր ունենք մինչև 94 թվականը, եթե ճիշտը խոսենք, եւ դրանից հետո մենք շատ քիչ ժամանակ ենք ունեցել այդ թեման լրջորեն մշակելու համար։ Լավ։
Եվ գիտական, եւ ընդհանրապես, եւ հետո մենք այդքան ֆինանսական միջոցներ չունենք։ Օրինակ, այդ նույն գրքերը, որ դուք ասում եք տպագրում են, դրանք այդքան էլ մեծականակ չեն տպագրվում, եւ ամենավատն այն է, որ դրանք տպագրվում են հիմնականում հայերենով։ Օրինակ, Թուրքիայում այսպես է, որքան ես տեղյակ եմ, սկզբում գրքերը տպագրվում են անգլերենով, գերմաներենով, երբեմն նաև ռուսերենով, եւ վերջում նոր կարող է տպագրվեն թուրքերենով կամ ընդհանրապես չտպագրվեն, որովհետեւ սա ներքին սպառման համար չէ, սա արտաքին սպառման համար է։ Թուրքիայի խնդիրն է ամբողջ աշխարհին համոզել, որ հայերը ստախոս են։ Այս դրա համար եմ ասում, որ ամեն ինչ անում են, այսինքն։ Իսկ մենք ցավոք սրտի չենք տիրապետում այդ ֆինանսական միջոցներին, որպեսզի առաջինը հրադարագենք եւ տարածենք անգլերենով, հետո ֆրանսերենով։ Արվում են փորձեր։ Բայց շատ բավական, բայց դրանք քիչ են եւ միայն ցուցահանդեսներ։ Ես օրինակ շատ ուրախացա երեք Կարտացի կայքում, որ Դիարբեքիրում ցուցահանդես է կազմակերպվել հայոց ցեղասպանության 99-ամյակի արդիվ։ Սա բավական առաջընթաց քայլ է։ Հեղինակը եվրոպական կառույցներից մեկն էր, որ հովանավորում էր, դրա մասնակցում էին նաև հայեր, Ֆրանսիան էր հիմնականում հովանավորում եւ նշվեց, որ այս միջոցառումը արդեն 3-րդ տարին է իրականացում Դիարբեքիրում։ Դիարբեքիրում հեշտ է, բայց մի մոռացեք, որ Դիարբեքիրի քաղաքապետը քրդական բնակչություն կա, բայց նաև եկեք չմոռանանք, որ առայժմ Դիարբեքիրը թուրքական քաղաք է։ Ամեն դեպքում։ Եվ Թուրքիայում առայժմ գործում է 301 հոդվածը։ Եվ առայժմ մարդիկ հետապնդվում են հայոց ցեղասպանության մասին խոսելու համար։ Քրդերի պարագայում մի քիչ այլ է, որովհետև Թուրքիան գիտի, որ հանկարծ քրդերի մի բան անի, նորից իր այդ հին տարավոր Ուրեմն Թուրքիայի իմանալը խիստ պայմանական երևույթ է, որովհետև Հլեթեր Օջալանը գտնվում է բանդարգման մեջ։ Դե այդ։ Այսինքն հասկանում եք, այստեղ շատ նուրբ դիվանագիտական հարցեր կան, որոնք Թուրքիան շատ նրբորեն օգտագործում է։ Օրինակ տեսեք Օջալանը վերջի շրջանում չէ բանդից հայերին ցավակցություն էր ուղղել։ Այդ տեսեք սա էլ է հետաքրքիր փաստ։ Մարդը իր քաղաքական հայացքների համար Թուրքիայում հետապնդվում է, բայց միևնույն ժամանակ ինքը ազատ հանդիպումներ է ունենում տարբեր տեսակի լիդերների հետ։ Նույն թուրքական կառավարության անդամների հետ է հանդիպումներ ունենում, մարդը ինչ որ ուղերձներ է հղում։ Այսինքն սա նորից շատ նուրբ դիվանագիտական հարց է, թե ինչպես է Թուրքիան օգտագործում իր պետության տարածքում գոյություն ունեցող խնդիրները։ Հենց խոսքը գնում է ցեղասպանության ճանաչման մասին, Թուրքիան շատ ակտիվ սկսում է քրդերի հետ խոսել ինքնավարության վերականգնման մասին Արևմտյան Հայաստանում։ Այսինքն միևնույն ժամանակ մեզ ցույց է տալիս, որ նույնիսկ եթե անգամ ճանաչի, եթե կոմպենսացիայի հարց եղավ, մինչև այդ ինքը քրդերին այդտեղ տարածքում ինքնավարություն կտա, թե գնացեք քրդերի հետ հարց լուծեք։ Այսինքն չի կարելի միանշանակ դիտել Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը, ճիշտ է, ես թուրքագետ չեմ, բայց ամեն դեպքում իմ ուսումնասիրած պատմությունը իր չափով ցույց է տալիս, որ այստեղ այնքան էլ միանշանակ չեն գործընթացները։ Թուրքիան այսօր կանգնած է ընտրությունների առջև, մենք պետք է տեսնենք, թե դրանք ինչպես կզարգանան եւ պետք է մաքսիմալ կարողանանք օգտագործել այդ իրավիճակը մեր հարցերը քննարկելու համար։ Իսկ մեր հարցերը քննարկելու համար ունենք բավական լուրջ գիտնականներից կազմված հայագետներից կազմված հանձնախումբ 100 ամյակին նախապատրաստվող ունենք Սփյուռքի նախարարություն, որը պահում է իր հարաբերությունները Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ եւ նրանց հետ եւս քննարկում է, որքան ես տեղյակ եմ այդ խնդիրները եւ հուսով եմ, որ մենք անպայման որևէ դիվանագիտական փաստաթուղթ շրջանառության մեջ կդնենք 100-ամյակին ընթառաջ։ Լավ Տիկին Ասոյան, մի, այսպես ասեմ, մի վերջին հարց էլ հա, որ հաստատ դուք կծավալվեք այդ հարցի շուրջ։ Իսկ դուք հանդիսանալով Վիկտորիա պատմամշակութային հասարակական կազմակերպության նախագահ, դուք արդեն հետ հաշվարկի ընթացքում ինչ եք մտածում անել, ասենք ակումբի տարբերակով, հա, ինչ եք օրինակ, ոնց եք պատկերացնում, ինչ կարելի է, ինչ քայլեր կարելի է անել հասարակական առումով, ասենք դուրս գալու, պորտ գալու կամ ինչ որ մշակութային, մի քիչ էլ այդ մասին խոսենք, հա, որովհետև ինչքան հասկացանք, ամեն դեպքում պետությունը իր գործը կանի լավ թե վատ, բայց առայժմ ես ասեմ, որ դեռ չեմ տեսնում լավը, հիմնականում հələ որ չի երևում, բայց երևի թե մեր ժողովրդից կամ ընդհանրապես հասարակական կազմակերպությունների կամ թեկուզ քաղաքական կազմակերպությունների ուսերին է մնում
այս հարցը pedagoganորեն սա արկախ է առայժմ։ Այսինքն մենք պիտի անենք ինչ որ պիտի անենք, ես այդպես եմ հասկանում։ Հիմա դուք ինչ եք օրինակ մտա հետ հաշվարկի այլևս սկսած մինչև ապրիլ 24-ը հաջորդ ինչպես եք պատկերացնում սա։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, որովհետև ես պետք է ցավով ընդգծեմ, որ ապրիլի 24-յան խորհրդի գիտակցումը մեր ժողովրդի մեջ մի քիչ կաղում է։ Զրոյական վիճակի է կարող։ Մեղմ ասած մի քիչ կաղում է։ Ես Facebook-ի մի քիչ ակտիվ օգտատերերից եմ եւ մեծ ցավ եմ ապրում, երբ ապրիլի 24-յան այդ միջոցառման ժամանակ տեսնում եմ մարդիկ ընդամենը ֆոտոսեսիա են կազմակերպում Ծիծեռնագաբերդում։ Տրոշներով կամ առանց տրոշների, չգիտեմ, այդ տեսակի։ Այսինքն մարդկանց համար ապրիլի 24-ի խորհուրդը անընկալելի է առայժմ։ Կամ եթե ընկալում են ոչ լրիվությամբ են պատկերացնում արդեն երևի թե թուրքերի դրույթը այս առումով շատ շահեկան եղավ, որ 100-ամյակին ընտառաջ կարող է լինի մեծ սերունդ, որը ընդհանրապես չհիշի եւ չիմանա դա ինչ է։ Բնականաբար։ Անկախ այն բանից, որ ցուցադրվում են ֆիլմեր, այդօր նայողն է պիտի լինի։ Ժողովուրդը շատ քիչ է իրազեկված ցավոք սրտի։ Եվ ես շատ պետք է ձեզ շնորհակալություն հայտնեմ այն բանի համար, որ մեր այս եթերը տեղի ունեցավ ոչ թե ապրիլի 24-ին, այլ մեկ շաբաթ անց, այստեղից պետք է սկսեմ ձեր հարցի պատասխանը։ Մեզ համար շատ կարևոր էր, որ ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները ֆիլմերի ցուցադրումը հանրային հեռուստատեսությամբ, թեմատիկ հաղորդումների կազմակերպումը ռադիոյով եւ ընդհանրապես միջոցառումները լինեին սիստեմատիկ։ Ես չեմ ասում ամեն օր եւ ամեն շաբաթ, բայց ամեն տարի 12 ամսից ամեն ամիս կարելի էր կազմակերպել միջոցառում բոլոր մագարտակներում, որպեսզի մարդիկ իրազեկ լինեն այդ մասին։ Այսօր մի սերունդ է մեծացել, որը ասում է ցեղասպանությունը չվերջացավ։ Նրանք նկատի ունեն, որ այդ մի օրը նշեցին եւ բավական է։ Հաջորդ օրը ինչ կարիք կա այդ մասին խոսելու։ Չնայած նրան, որ սա մեր դարավոր ցավն է եւ մեր ժողովուրդը հայրենիք է կորցրել դրա պատճառով։ Այնինչ մենք այսօր ունենք, սա մեր հայրենիքի 1/10 մասն է։ Եվ 300,000 քառակուսի կիլոմետր տարածք կորցնելուց հետո ոչ մեկը մեզանից իրավունք չունի ասելու չվերջացավ այդ օրը։ Բնականաբար։ Դրա համար մեկ հասարակական կազմակերպությունների դերը այստեղ շատ մեծ է։ Ես կազմակերպությունը պատահական չձևակերպեցի, որովհետև արդեն զգում էի իմ մեջ պահանջ, որ պետք է ժողովրդին իրազեկել։ Տարբեր թեմաների եւ հարցերի շուրջ ժողովուրդը պետք ունի իրազեկված լինելու։ Այո։ Եվ իհարկե ես համամիտ եմ, որ հետհաշվարկ է սկսվել եւ ես միջոցառումների ցանկը սկսել եմ տերևս փետրվար ամսից։ Դուք շատ լավ տեղյակ եք, որովհետև մասնակցել եք գրեթե մեծամասնությանը։ Ես սկսել եմ իրազեկման իմ հանդիպումների շարքը, որը վերնագրել ենք այսպես՝ տարածաշրջանային զարգացումներ, արդի մոտեցումներ։ Եվ մեր հյուրերն են ադրբեջանագետներ, վրացագետներ կլինեն, մեր հյուրն է եղել Արապապյանը, շատ լավ գիտեք, որ հայկական հարցի իրավական կողմով զբաղվող համարում մեկ հասարակական գործիչն է այսօր Հայաստանում։ Ես կասեի ոչ թե լավագույններից մեկ, այլ լավագույնն է։ Ես այս հանդիպումը շատ խիստ կարևորեցի, որովհետև հենց այս հանդիպումով լսարանն էր փոքր։ Լսարանը փոքր էր, ցանկացողները շատ էին, բայց մենք նորից կշարունակենք անպայմանորեն, եւ ես այս հանդիպումը խիստ կարևորում էի այն պարզ պատճառով, որ նման մասնագիտական թեմատիկ հանդիպումների ընթացքում մարդիկ ավելի շատ գիտելիքներ են ձեռք բերում, քան դպրոցական դասագրքում թեմա ուսումնասիրելով, դա շատ քիչ է։ Եվ դպրոցի կամ բուհում միջոցառում անցկացնելը նույնպես քիչ է։ Պետք է մասնագիտական ոլորտային մասնագետներին պարբերաբար լսել, եւ ես ստանձնել եմ առայժմ նման պարտականություն, եւ ես աշխատում եմ ոչ միայն աշակերտների եւ ուսանողների հետ, այլև այս անգամ ֆորմատը փոխել եմ։ Ես աշխատում եմ հասարակական կազմակերպությունների անդամների հետ, որովհետև նրանք են անմիջական ժողովրդի հետ աշխատող կառույցները։ Ժողովրդին իրազեկելու
ամենալավ ճանապարհը արդյունավետ հասարակական կազմակերպությունների հետ աշխատանք տանելն է, նրանց հետ կապ պաշտպանելն է եւ նրանց շահառուներին ամբողջ գործընթացում ներգրավելն է։ Ես ինքս կարող եմ ներգրավել իմ պատմության ակումբի, ասենք թվով մոտ 20 անդամի, բայց երբ ես համագործակցում եմ մոտ 10-12 հասարակական կազմակերպությունների հետ, դրանց թիվը իհարկե անհամեմատ ավելի մեծ է, ես ընդգրկում եմ ավելի մեծ լսան եւ դրանով կարծում եմ, որ մարդկանց իրազեկվածության աստիճանը կբարձրանա եւ մենք կվերականգնենք, կլցնենք այն բացը, որը ունեցել ենք բազմաթիվ տարիներ։ Մեր անկախացումից ի վեր մենք ընդամենը քիչ առաջ ասեցի, էլ է պետք է կրկնեմ, ընդամենը մի քանի տարի ենք ունեցել այս թեման ոչ միայն ուսումնասիրելու, այլև արձարծելու եւ ժողովրդին իրազեկելու համար։ Ճիշտ է, բոլորը գիտեն, որ տեղի է ունեցել ցեղասպանություն եւ նշվում է ապրիլի 24-ին, բայց ինչու է նշվում ապրիլի 24-ին, ինչ ժամանակագրական սահմաններ է ունեցել, դրա հետևանքը ինչ է եղել։ Մենք ունեցել ենք ահռելի հետևանքներ, ես ուզում եմ անպայման այդ մասին խոսել, որ մենք առաջին հերթին տարածք ենք կորցրել, հայրենիք ենք կորցրել, կենսական տարածք ենք կորցրել։ Բացի դրանից հսկայական նյութական միջոցներ ենք կորցրել։ Մեր ամբողջ ունեցվածքը մնացել է Օսմանյան Թուրքիայում։ Կորցրել ենք մշակութային մի ամբողջ ժառանգություն, որի պատճառով այսօր բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնում։ Օրինակ այսօր աշխարհում ըստ Արմեն Այվազյանի տվյալների պահպանվել է նույնքան ձեռագիր մատյան, որքան ոչնչացվել է ցեղասպանության տարիներին։ Ես չեմ հաշվում միայն եկեղեցիների կորուստը, որոնք առ այսօր, նաև կորցրել ենք քաղաքակրթական մի ամբողջ շերտ, որը մնացել է Արևմտյան Հայաստանում եւ ոչնչացվել, փլուզվել կամ սեպագանաշնորհվել է, ներկայացում է, օրինակ մեր հետանոսական պանթեոնը ներկայացում է որպես թուրքական։ Բյուզանդական չէ։ Ինչքան գիտեմ, բյուզանդական են ներկայացնում։ Ներկայացում է որպես իրենց ժառանգություն, պատմամշակութային եւ դա Թուրքիայի այցեկարտն է։ Ծանր հոգեբանական տրավմա ժողովուրդը ապրել է մինչև այսօր, ովքեր պահպանվել են, իհարկե դրանք շատ քիչ են, երևի տասնյակի էլ չի հասնում այն մարդկանց թիվը, ովքեր վերապրել են ցեղասպանություն եւ այսօր իրանք վախենում են խոսել այդ մասին, մինչև այսօր։ Մինչև այսօր Թուրքիայում կա ծպտյալ հայեր, ովքեր վախենում են, միլիոն ու կես մոտավորապես հարվածներով։ Մեր ղեկավար մարմիններն են ոչնչացվել։ Գլխատվեց ազգը 600 մտավորական մեկ օրում սպանվեց, բանտարկվեց, ձերբակալվեց, ոչնչացվեց եւ իհարկե առել են ժողովրդագրական մեր կորուստները ամբողջ 20-րդ դարի ընթացքում։ Իհարկե դրա մեջ կարելի է նաեւ ներառել 19-րդ դարի կոդորածների ընդանուր թիվը, բացի նրանից, որ միլիոն ու կեսից ավելին միայն 1915-ից 1916 թվականների ընթացքում զոհվեց, մոտ 300,000 հայ ոչնչացվեց 1894-ից 1896 թվականների կոդորածների ժամանակ եւ մոտ 300,000 1918-ից 1922 թվականներին, երբ երկու ինտերվենցիա տեղի ունեցավ թուրքական, մեկը 1918-ին, մյուսը 1920-ին եւ դրանք երկուսն էլ կոդորածներով ավարտվեցին։ Ես տեսրան նաև գումար ենք խորհրդային տարիներին մեր ունեցած կորուստները 1930-ական թվականների ձերբակալումները, 1949 թվականի աքսուրը եւ առավել եւս երկրորդ աշխարհամարտում մեր ունեցած զոհերը մեր գենոֆոնդը վտանգի տակ է։ Եվ սրա արմատները նորից գտնվում են Օսմանյան Թուրքիայում եւ նրա իրականացրած ցեղասպանությունում։ Այս ամբողջից հետո մենք իրավունք չունենք չիմանալու ինչ է ցեղասպանությունը եւ մենք պետք է պահանջատեր լինենք։ Այո։ Մենք պետք է շարունակական լինենք այս հարցում նույնքան, որքան Թուրքիան իր ժխտողականության մեջ։ Շատ լավ, շնորհակալություն Տիգին Ասոյան, սիրելի ռադիոլսող բարեկամներ, այսօր մենք ուրեմն մեր հաղորդման շրջանակներում խոսեցինք ցեղասպանության մասին, որոշակիորեն կարողացանք գտնել ելքեր կամ ուղղակի պատճառաբանություններ, թե ինչու ոչ։ Պաստորեն ես միայն ամենավերջում պիտի նորից ձեզ ասեմ հետևյալ հայտնի վերջերս արդեն անընդհատ արձարծվող այսպես կոչը ասեմ, ճանաչել, դատապարտել եւ ոգեկոչել։ Այս սրանով պիտի ապրենք, որովհետեւ այլևս ժամանակ չունենք, նույնիսկ խնդրում եմ, այսպես կարելի ասել աղաչում եմ ուսուցիչներին, որ ամեն անգամ դասարան մտնելուց կոնե մի փոքր, կարևոր չէ թե ինչ առարգայի, մի փոքր խոսեն այս մասին, հետո նոր շարունակեն իրենց կենսաբանությունը կամ ֆիզիկան։
Շնորհակալություն Տիգին Ասոյան։ Շնորհակալություն հանդիպման համար։ Ես կոչ եմ անում ձեզ եւս շարունակական լինել այս հարցում եւ ոչ միայն ապրիլի 24-ին հիշել հայոց ցեղասպանության մասին, այլև ինչպես այսօր ասեցինք, տարվա ընթացքում եւս անդրադառնալ նեղ մասնագիտական մոտեցումներով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Ստեսը։ Ռադիո Մարիամ։ Միացեք Ռադիո Մարիամ հաղորդաշարին FM 104.1 հաճախականությամբ եւ 3W radiomariam.am կայքում։